Այստեղ օրինապահ քաղաքացիներ են, ովքեր եկել են քաղբանտարկյալ այլևս քաղհալածյալ Դավիթ Համբարձումյանին իրենց աջակցությունը ցույց տալու, ասելու, որ շատ լավ գիտեն, որ այդ դատանի վճիռը Նիկոլի SMS-ով է, ասելու, որ շատ լավ գիտեն, որ 2018 թվականից փորձել են ամեն ինչ կարել Դավիթ Համբարձումյանի վրա, ապօրինի կալանավորել են, փորձել են ցուցմունքներ մարդկանցից կորզել, ինչ-որ փաստաթղթեր սարքել, վստահ եմ ձայնագրություններ են փորձել սարքել, տեսանյութեր, իրանք սիրում են, չէ՞, տենց ապօրինությունների ողջ սպեկտրը օգտագործեն։ Հիմա սա հաջորդ փուլն է։ Նույնիսկ մարդկանց տեղաշարժը այստեղ, այս փոքրիկ մի հատվածում սահմանափակված է։ Այսինքն մի քառակուսի մետր այս կողմ կանգնես թե այն կողմ, դա Նիկոլի համար մեծ նշանակություն ունի, ինչի, որտեղ Հայաստանի քաղաքացին պիտի զգա, որ ինքը ոչ ազատ է, ոչ իրավունքներ ունի եւ ոչ էլ սահմանադրաիրավական երաշխիքներ։ Եվ այս ոստիկանները ոչ թե Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելու, երկրում ներքին կայունությունն ապահովելու համար են, այլ Նիկոլի հրահանգները, քմահաճույքները կատարելու համար են։ Սա շատ պարզ ու շատ հստակ է։ Այսօր Դավիթ հստակ է նաև, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու են 6 տարի 3 ամիս ժամկետով, փաստացի չստացվեց կանխել այս սցենարը, հաջորդիվ ինչ եք պատրաստվում անել, որպես այն ուժ, որը նաև ներկայացրել է Դավիթ Համբարձումյանին, որ միասնական թեկնածու։ Ես շատ եմ ցավում, այո, որ պիտի համաձայնեմ ձեզ հետ նրան, որ այս փուլում էլ չհաջողեցինք կանխել եւս մեկ անձի նկատմամբ քաղաքական հետապնդումները։ Չկարողացանք կանխել շատ պարզ պատճառով, որտեղ Նիկոլը դեռ զավթած է պահում Հայաստանում վարչապետի աթոռը։ Հենց Նիկոլը չլինի Հայաստանում վարչապետի աթոռին, հավատացեք, այս նույն ոստիկանները կհիշեն, որ ունեն օրենքով եւ օրենսդրական հստակ լիազորություններ եւ այդ լիազորությունների մեջ կլինեն։ Նիկոլի ասած վնգստացող դատավորները կլինեն այն շրջանակների մեջ կամ գոնե կձևացնեն, որ այն շրջանակների մեջ են, որը օրենքը, օրենսդրությունը եւ սահմանադրությունն է թույլ տալիս։ Մեր այն գործընթացը, որ նախաձեռնել ենք Նիկոլին անվստահություն հայտնելու եւ պարոն Համբարձումյանը, որ ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցությամբ մտել է, թույլ տվեք ասեմ, այս ծանրության մեջ, շատ լավ հասկանալով, որ Նիկոլը իրեն հանգիստ չի թողելու եւ ինքը համալրելու է այսօր Հայաստանում արդեն 5 տասնյակից ավել են քաղաքական բանտարկյալներին, ում թվում են սրբազաններ, բարերարներ, մարդիկ, ովքեր ուղակի գնացել էին մի քանի շաբաթ առաջ Գյումրու հրապարակ, իրենց անհամաձայնությունը հայտնելու հերթական քաղաքական հալածանքին, հետապնդմանը եւ հրապարակային պատժիչ տեսարաններ բեմադրելու։ Այս ամեն ինչը ես չեմ ուզում մենք ինքնախապեյությամբ զբաղվենք, մեզ դրսից որևէ մեկը չի օգնելու։ Այն երկակի ստանդարտները, որ այսօր ամբողջ միջազգային հանրություն կամ միջազգային կազմակերպություններ կոչվածներին պատել է, որոնք իբր զբաղվում էին մարդու իրավունքներով եւ Հայաստանը պահում էին իբր մոնիտորինգային գոտում, ոչինչ չեն անելու, որտեւ իրենք այսօր ունեն կամակատար իշխանություն Հայաստանում, որը պատրաստ է զոհել Հայաստանի ոչ միայն պետական շահը, այլ նաև Հայաստանի քաղաքացիների յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները անտեսել։ Հետևաբար ներողություն եմ խնդրում, հետևաբար մեր միակ խնդիրը կայանում է այս Նիկոլից ազատվելը։ Հենց ինքը մեր երկրի հասարակքաղաքական կյանքի հետ որևէ կապ չունենա, ես ձեզ վստահեցնում եմ, տասնյակ խնդիրներ իր հետ անհետանալու են։